Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 25-ն է, երկուշաբթի։ Մայիսի 26-ին Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, հետո կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, ապա եւ Նախիջևանով Հայաստան, Իրան երկաթուղու բացումն է լինելու։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում թրիփ նախագծի իրագործման արդյունքում, գրել էր վարչապետը։ Նաեւ Facebook-ի իր էջում քարտեզ է հրապարակել, որում երևում են Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները։ Նա նաեւ հայտնել է, որ Ախալքալակ-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրառում է արել նշելով, որ այսուհետ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Եվրամիություն երկաթգծով մենք կարող ենք ապրանքներ արտահանել Եվրոպական միություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Ավան վարչական շրջանի ուժեղ Հայաստանի գրասենյակներում խոզարկություններ են իրականացվում։ Խոզարկություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 5 անձ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը նախնական համաձայնության են եկել մերձավոր արևելքում պատերազմը աստիճանաբար ավարտելու եւ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու շուրջ, հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, նշելով սակայն, որ ամենազգայուն հարցերից մի քանիսը դեռևս մնում են չլուծված։ Իրանից առայժմ այս մասին հայտարարություն չի հնչել, իրանցի պաշտոնյաները հակասական մեկնաբանություններ են ներկայացրել այն մասին, թե ինչ կարող է պարունակել հնարավոր համաձայնագիրը։ Իրանը եւ Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը։ Երկու կողմերն էլ խոսում են փոխըմբռնման հուշագրի մասին, որը կսահմանի բոլոր չլուծված հարցերի լուծման ճանապարհային քարտեզ, սակայն այդ հուշագրում ներառված կետերը դեռևս անհասկանալի են, հայտնում է CNN-ը։ Գործակալությունը տեղեկացրել է, որ այնուամենայնիվ իրանական պետական լրատվամիջոցները կասկածի տակ են դրել, թե արդյոք հուշագրի շուրջ համաձայնություն կհաստատվի։ Երեկ Իրանի կիսապաշտոնական Թասնիմ լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հնարավոր փոխըմբռնման հուշագրի 1 կամ 2 կետերի շուրջ տարաձայնությունները դեռ շարունակվում են։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում նշել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի շտապի համաձայնագրի հարցում։ Եթե ես Իրանի հետ գործար կնքեմ, այն լավ եւ պատշաճ կլինի, ոչ թե Օբամայի կողմից կնքվածի նման, որը Իրանին տվեց հսկայական քանակությամբ կանխիկ գումար եւ հստակ ու բաց ճանապարհ դեպի միջուկային զենք։ Մեր գործարքը ճիշտ հակառակն է, բայց ոչ ոք այն չի տեսել կամ չգիտի թե ինչ է դա։ Այն նույնիսկ լիովին բանակցված չէ դեռևս։ Այնպես որ մի լսեք պարտվողներին, ովքեր քննադատաբար են մոտենում մի բանի, որի մասին ոչինչ չգիտեն։ Ի տարբերություն ինձանից առաջ եղածների, ովքեր պետք է լուծեին այս խնդիրը տարիներ առաջ։ Ես վատ գործարքներ չեմ կնքում։ ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ համատեղ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի եւ Բահրեյնի առաջնորդների եւ այլ պաշտոնյաների հետ։ Նա տեղեկացրել է նաև, որ առանձին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Թրամփի խոսքով խոսակցությունը շատ լավ է ընթացել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է ավելի ուշ հայտարարություն լինի։ Նա Նյու Դելիում լրագրողներին ասել է, որ գուցե հնարավոր լինի, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում աշխարհը լավ լուրեր ստանա։ Ռուբիոն վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Ամերիկյան հրատարակությունները մեկնաբանել են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր համաձայնագրի մանրամասները։ Ըստ Axios-ի ենթադրվում է, որ այն ներառում է հրադադարի 60-օրյա երկարաձգում եւ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսում։ Ամերիկացի պաշտոնյայի հղումով Axios-ը հաղորդում է, որ համաձայնագիրը նախատեսում է, որ այդ ժամանակահատվածում Հորմուզի նեղուցում նավագնացությունը կվերսկսվի առանց մաքսատուրքերի, ինչպես նաև Իրանի կողմից կկատարվի ականազերծման վերաբերյալ բոլոր պարտավորությունները։ Համաձայնագրում նախատեսված է նաև ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման վերացում եւ իրանական նավթի համար մի շարք պատժամիջոցներից ազատում։ Իրանի կողմից միջուկային զենքի երբեք չձեռնարկելու եւ ուրանի հարստացման ծրագիրը բանակցելու պարտավորությունների նախագծի
նախագծեր, պատժամիջոցները վերացնելու եւ իրանական ակտիվները ապասառեցնելու բանակցություններ։ ԱՄՆ զորքերի ներկայություն տարածաշրջանում 60 օրյա ժամկետով դուրս բերում միայն վերջնական համաձայնության հասնելուց հետո։ Համաձայնագիրը կարող է երկարաձգվել 60 օրից ավելի փոխադարձ համաձայնությամբ, հաղորդում է Axios-ը։ New York Times-ը հողում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների հաղորդում է, որ առաջարկը ներառում է Թեհրանի կողմից հստակ պարտավորություն հրաժարվելու բարձր հարստացված ուրանի իր պաշարներից։ Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեկ հայտարարել է, որ ոչ մի որոշում չի կայացվի առանց գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի թույլտվության։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը օրեշնիկ գերձայնային բալեստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինայի Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքին։ Ըստ նրա, Ռուսաստանը հարձակման ընթացքում արձակել է 600 անօդաչու թռչող սարք եւ 90 հրթիռ։ Մահացել է 4 մարդ, վիրավորվել է առնվազն 87 մարդ։ Իր հերթին ռուսական պետական լրատվամիջոցները հղում անելով պաշտպանության նախարարությանը հայտնում են, որ ռուսական ուժերը Կիրակի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին, օգտագործելով 4 տեսակի հրթիռներ՝ օրեշնիկ, Իսկանդեր, Կինժալ եւ Ցիրկոն։ Ի պատասխան Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հասցված հարվածների։ Ուկրաինան հերքել է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը։ Մայիսի 24-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի կողմից հասցված զանգվածային օդային հարվածի հետևանքով վնասվել եւ ավերվել են Կիևի կենտրոնում գտնվող բազմաթիվ մշակութային եւ պատմական վայրեր։ Վնասվել են նաեւ բնակելի շենքեր։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է. Ռուսաստանը մարտի դաշտում մտել է փակուղի, ուստի ահաբեկում է Ուկրաինային միտումնավոր հարվածներ հասցնելով քաղաքների կենտրոններին։ Սրանք զզվելի ահաբեկչական գործողություններ են, որոնք նպատակ ունեն սպանել որքան հնարավոր է շատ քաղաքացիական անձանց։ Ըստ տեղեկությունների Մոսկվայի կողմից օրեշնիկ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների միջուկային մարտագլխիկներ կրելու համար նախատեսված համակարգերի օգտագործումը քաղաքական վախեցնող մարտավարություն է եւ անխոհեմ ու անզգույշ միջուկային խաղ։ Հաջորդ շաբաթ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան իր աջակցությունը հայտնելով Ուկրաինային նշել է, որ Ռուսաստանի կողմից խաղաղ բնակիչների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ դաժանության դրսեւորումը ցույց է տալիս, որ Մոսկվան որևէ շահագրգռվածություն չունի ներգրավել խաղաղության բանակցություններում։ Դատապարտող գրառում է կատարել նաեւ Գերմանիայի արտգործնախարարը։ Ռուսաստանի գիշերային գործողությունները դիվանագետը շոկային է որակել, իսկ օրեշնիկի կիրառումը հերթական էսկալացիա։ Լեհաստանը եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կործանիչներ են բարձրացրել օդ Ռուսաստանի կողմից իրականացված գիշերային հարձակման ֆոնին, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։ Բելարուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ զանգահարել է Լուկաշենկոյին։ Լուկաշենկոյի կայքում տեղադրված կարճ պարտոնական հայտարարության մեջ նշվում է, որ զրույցը տեղի ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ եւ առաջնորդները քննարկել են տարածաշրջանային հարցեր եւ Բելարուսի հարաբերությունները Եվրամիության եւ մասնավորապես Ֆրանսիայի հետ։ Այնուամենայնիվ Ֆրանս պրեսի աղբյուրը, որին գործակալությունը նկարագրել է որպես Մակրոնին մոտ աղբյուր, հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Լուկաշենկոյին չմիջամտել Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմին։ Անցյալ շաբաթ նաև բրիտանական բանակը գաղտնի զորավարժություններ է անցկացրել Բալթյան երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմանը հակազդելու սցենարով։ Հարյուրավոր բրիտանացի զինվորներ մասնակցել են զորավարժություններին։ Sky News-ը հաղորդում է, որ զորավարժությունների ժամանակ ցուցադրվել է ռեպորտաժ, որը ըստ էության նկարագրում էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այնտեղ հաղորդավարը նկարագրել է, թե ինչպես են ռուսական զորքերը հարձակվել Բալթյան երեք պետությունների վրա։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Եվրոպայի օրեր 2026-ի շրջանակում Գյումրիում անցկացվել է քարտեզագրելով Եվրոպական միությունը խորագրով ինտերակտիվ միջոցառում։ Այն մեկ հարկի տակ է համախմբել տասնյակ երիտասարդների Աբովյան ճեմափողոցում 11 թեմատիկ տաղավարներում երիտասարդները խմբերով մասնակցել են տարբեր խաղերի, թիմային ձևաչափով ծանոթացել են Եվրամիության անդամ պետությունների մշակույթին, լեզվին, խոհանոցին եւ այլ առանձնահատկություններին, հավաքելով Եվրամիության երկրների դրոշները։ Օրվա ավարտին հավաքված բոլոր դրոշները միավորել են ամբողջացնելով Եվրոպական միության քարտեզը։ Ամենաարագ եւ ճիշտ առաջադրանքները կատարած թիմերը արժանացել են մրցանակների։ Միջոցառումը նախաձեռնել էին երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն, հասարակական կազմակերպությունը եւ Հայաստանում Erasmus+ երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնը, Եվրաակումբ Գյումրի շրջանակներում եւ երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնության աջակցությամբ։
Դպրոցական տարիների հրաժեշտի միջոցառումները հուզական են, տոնական, բայց կարևորն այս ամենում 18 տարեկան պատանիների անկեղծ խոստովանությունն է, արժևորումը ուսուցչի աշխատանքի։ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի 5 դասարանների 95 շրջանավարտների վերջին զանգի միջոցառումների բովանդակային ուղերձը հենց սա էր ֆիլմերի, խաղ վիկտորինաների, բեմադրությունների միջոցով։ Սահուն պտույտներով վայլսը վերջին զանգի միջոցառումների սիրուն ու անբաժան մասն է դարձել։ Թիվ 1-ի շրջանավարտները պարին հետաքրքիր ու ժամանակին բնորոշ լուծում էին տվել։ Երաժշտությունը գեներացրել էին արհեստական բանականության միջոցով, որտեղ բնական ու հեղինակած էին շրջանավարտների բառերը, մտքերն ու գաղափարները։ Բայց տեխնոլոգիաներն անզոր էին մարդկային զգացմունքների, հուզումների դեմ։ Մարդկային բանականությամբ ստեղծված կատարումը ավարտական միջոցառման միակ նորարար բաղադրիչը չէր։ Դպրոցին հրաժեշտ տվող 5 դասարաններն իրենց հույզերը, հիշողություններն ու ասելիքը ներկայացնելու տպավորիչ տարբերակը մեկտեղել էին ֆիլմ ուղերձներում։ Ֆիլմերից յուրաքանչյուրն առանձնանում էր բովանդակային մոտեցումներով, մի մասում գերակշռում էին հումորային ու ջերմ հիշողությունները, մյուսներում հուզիչ խոստովանություններն ու ապագայի երազանքները։ Բայց բոլոր ուղերձների առանցքում նույն գաղափարներն էին, մարդկային հիմնարար արժեքները, կյանքի կարևոր դասերն ու այն սկզբունքները, որոնք շրջանավարտները ուսանել էին դպրոցում, իրենց ուսուցիչներից։ Իսկ երբ գալիս է միմյանց ու դպրոցին հրաժեշտ տալու պահը, բոլոր զգացողությունները միախառնվում են։ Այն ամեն ինչը ինչ այսօր մենք ֆիլմով ենք ներկայացրել, մենք այդ ապրել ենք, մեր իսկական կյանքի դրվագներից էր այս ամեն ինչը բերված ու հաստատ այդ մի կրեատիվ ու տարբերվող տարբերակ էր, որ ուղղակի խոսք ու շնորհակալական այն չեղավ, այլ եղավ ֆիլմի միջոցով։ Վերջում մեր երեխեքի նկարներն էին բոլորիս, ճիշտ հենց այդ էր նշանակում, որ բոլորս էլ ուզում ենք փոքրանանք, ուզում ենք էլի առաջ դասարան։ Տխուր եմ, որ շատ քիչ ժամանակ ունեց անցկացնելու այս մարդկանց հետ, շատ կարճ ժամանակում ինձ համար հարազատ դարձան ու կուզենայի էլի ժամանակը հետար իրանց հետ ապրել նույն պահերը։ Հուսամ, որ մի քանի տարի անց կհավաքվենք նույն ձևով, նույն տեղում ու էլի կունենանք նույն էմոցիաները, ինչ դպրոցական տարիներին։ Նրանք ավելի ազատ են, ավելի բաց են, ավելի ճկուն են, ավելի հեռահար ու հավակնոտ նպատակներ ունեն, ինչը շատ ողջունելի է։ Գիտեք, ցանկացած ժամանակում ինչքան էլ փոխվում է գիտելիքը, ինչքան էլ բանականություն ու արհեստական բանականություն հակամարտության մեջ են, բոլոր դեպքերում մեր դպրոցի ու կարծում եմ բոլոր դպրոցների ամենակարևոր սկզբունքը, հիմնակարը լավ մարդ ու արժանի քաղաքացի դաստիարակելն է։ Այստեղ հնչող մյուս կարևոր խոստումը մեկն է՝ չմոռանալ միմյանց, պահպանել ընկերությունը, հիշել դպրոցն ու տարիներ անց վերադառնալ։ Գալիս է ավելի պատասխանատու, գուցե նաև ավելի բարդ ու գիտակից կյանքը։ Իսկ թե ինչքանով են պատրաստ դրան որպես անհատներ, ժամանակն է ցույց տալու։ Առջևում նոր ճանապարհներ են, շարունակել ուսումը, ձեռք բերելու մասնագիտություն։ Դպրոցից հետո քայլելու եմ դեպի Երևանի պետական համալսարան, տնտեսագիտական բաժին, դառնալու եմ տնտեսագետ ու այն ամենակարևոր հիմքը, որ դպրոցն է դրել, հաստատ չեմ մոռանա։ Միշտ ուզեցել եմ դառնամ ծրագրավորող ու մաթեմատիկայի ուսուցիչ։ Հիմա շատ լավ տիրապետում եմ այդ մասնագիտությանը, իսկ ուսուցիչներից շատ եմ սիրում հայոց լեզվի մասնագետին, ավելի, չգիտեմ, իմ ոլորտից դուրս շատ գրագետ լինելու համար։ Շատ փոփոխություններ է եղել մեջս, բայց հիմնականում ես եմ որոշել իմ մասնագիտությունս, բայց բնականաբար ուսուցիչների ներդրումը շատ մեծ է։ Վազգեն Սարգսյան, զինվորական։ Ուսուցիչները վստահ են, որ կհաջողեն։ Այս սերունդը համարձակ է իր գաղափարներում, տարբերվող մտածողությամբ եւ կարողանում է ժամանակակից հնարավորությունները ծառայեցնել նպատակին։ Հասկանում եմ, որ ժամանակը կանգ չի կարող առնել, իրենք հավերժ մեզ հետ չեն կարող մնալ, բայց վստահ, այս անգամ ավելի վստահ եմ, որ կյանք ենք ճանապարհում իրոք արժանի մարդկանց։ Գիտեմ, որ երբեք չեն կամաչի, գլուխներս չեն կախի իրենց համար եւ միշտ հպարտ կլինենք, քանի որ գիտենք ում ենք ճանապարհում։ Իրենց միտքը թռիչք է, գիտելիքը շատ, ամուր, իրենք ամուր կանգնած են իրենց հայրենի հողի վրա։
Այո, փոխվում են ժամանակները, փոխվում է շրջանավարտը, բայց մնում է նույնը, ամենակարևորը՝ գիտելիք։ Ծաղիկներ են նվիրում, գրկում միմյանց ու հրաժեշտի խոսքեր ասում։ Լսում ուսուցիչների մաղթանքներն ու խրատող խոսքերը։ Մի քանի օր էլ դեռ միասին են լինելու։ Գալու են դպրոց, առջևում ավարտական քննություններն են։ Իսկ նոր ուսումնական տարվա սեպտեմբերը ուրիշ է լինելու, ուրիշ կրթական միջավայրում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Երկրորդ տարին է Ախուրյանի համայնքապետարանը կազմակերպում է վերջին զանգ մեծ համայնքային միջոցառում։ 34 բնակավայրերի դպրոցների շրջանավարտներ են մասնակցել տոնական երեկոյին։ Նրանց շնորհավորելու էին եկել ճանաչված երգիչ-երգչուհիներ, հնչել են շնորհավորանքներ ու մաղթանքներ։ Տոնական համերգն ու հորդառատ անձրևը Ախուրյանում միաժամանակ սկսվեցին, բայց տոնելու ու ուրախանալու համար հավաքված շրջանավարտներին ու համայնքի բնակիչներին, ինչպես նաև բարձր տրամադրություն ապահովող երգիչ-երգչուհիներին եղանակը չխանգարեց։ Տոներ ու օրվա խորհրդին համահունչ կատարումները առաջինը հնչեցին։ Ավելի շատ են 9-րդ դասարանն ավարտող դպրոցականները։ Նրանց համար հրաժեշտ է հիմնական դպրոցին էր, նոր ավագ դպրոց կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու սպասումով, իսկ մինչև ավարտական ու հետո ընդունելության քննությունները ուրախանում են, տոնում են հասուն կյանքի մուտքը։ Ավելի հետաքրքիր 9 տարիներ է, քան հետագայում ինձ թվում է 3 տարիներ, որով իստեղ ենք անցկացնելու, ավելի կապված ենք եղել իրար հետ, քան հիմա ավելի բաժանում է, ավելի ցավոտ ենք, խմել ենք ուզված, բայց ուրախ ենք, որ պես հնարավորություն ունեցանք, որ այսօր կոներ ուսանանք վերջին անգամ բոլոր դասարանը, էլի։ Մասնակցում են համայնքի բոլոր 34 բնակավայրերի շրջանավարտները եւ փորձել ենք ապահովել տոնական տրամադրություն, որպեսզի բարի երթ եւ կանաչ ճանապարհ մաղթենք մեր շրջանավարտներին դեպի կյանքի նոր փուլ, ուսանողական փուլ։ Ախուրյան համայնքի շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ճանաչված երգիչ կատարողները ոչ միայն համայնքից, այլ նաև մայրաքաղաքից։ Ժպիտ ու ռիթմ պարգևող կատարումները անձրևից հետո բացված արևը մասնակիցների տրամադրությունը էլ ավելի բարձրացրեց։ Չնայած անձրևին մենք լավ եկել ենք ուրախ տրամադրությամբ։ Եղանակը բոլորին չխանգարեց։ Եկել եք շնորհավորել։ Եկել եք այսօր ուրախանալու։ Եկել ենք ուրախանալու։ Ուզում եմ ծափարենք իրենց Ամենալավն ու բարին։ Համարյա աղագին մեծ տարեկան մարդիկ են եկել, շրջանավարտներ են եկել։ Վերջին զանգի միջոցառումը համախմբել էր խոշորացված համայնքի բնակիչներին, Ախուրյանի բոլոր բնակավայրերից կենտրոն հասած բնակիչները մեծ ու փոքր միասին շնորհավորում ու մաղթանքներ էին ասում շրջանավարտներին։ Ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել մեր սիրելի շրջանավարտներին, ցանկանալ կանաչ ճանապարհ, բարի երթ իրենց նոր կյանք մուտք գործելով եւ նման միջոցառումները միշտ կազմակերպում է պարոն Վանոկյանի կողմից։ Ամեն միջոցառում շեշտվում է եւ ցանկացած միջոցառում կարեւորվում է։ Սա նույնպես կարեւոր է, սա համախմբվածության կարևորագույն նշույլներից է, երբ որ տարբեր բնակավայրերից հավաքվում է Ախուրյան կենտրոնում եւ տոնում է։ Համայնքը միայն ասֆալտապատման, միայն աղբահանության եւ բարեկարգման համար չէ եւ համայնքը նաեւ միջոցառումների համար է, համայնքը նաեւ մշակութային կյանքը զարգացնելու համար է եւ սա օրինակներիցս մեկն է, որ համայնքը պատրաստ է կանգնելու համայնքում տեղի ունեցած յուրաքանչյուր միջոցառման կողքին։ Շրջանավարտներից ոմանք տարիներ անց լավ մասնագետներ դառնալուց հետո սպասում են, որ կմիանան համայնքի կառավարման բարդ ու պատասխանատու գործին։ Շատերն էլ գուցե այլ նպատակներ ու երազանքներ ունեն, որոնք փուչիկների հետ միջոցառման ավարտին ուղարկեցին վերև դեպի երկինք։ 1, 2, 3, բրավո Ախուրյան! Բարի երթ շրջանավարտներ ջան! Լուսինա Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։
Վառ երևակայություն, զվարճանք, ռիսկ ու կրկեսային արվեստ միախառնված մեկ վայրում։ Լեգենդար Վարդանյան եղբայրների կրկեսն առաջին անգամ Գյումրի է բերել իր Voyage շոուն, որտեղ ամեն ինչ զարմանալի է ուրախանալու եւ սուր զգացողություններ ապրելու։ Վարդանյան եղբայրների հյուրախաղերը Գյումրիում կազմակերպում են բարեկամության այգում։ Համաշխարհային կրկեսի լեգենդներ Գևորգ եւ Անդրանիկ Վարդանյանների Voyage շոուն առաջին անգամ է Գյումրիում։ Բարեկամության այգում անմոռանալի էմոցիաներով լի իրական ճամփորդության են տանում հանդիսատեսին, ծաղրածուների, մնջախաղի արտիստների ու արհեստավարժ դերասանների մասնակցությամբ։ 20 օրում է այգում հավաքվել շապիտո կրկեսը, արդյունքում հաջողվել է ունենալ ժամանակակից լուծումներով, լուսաձայնային էֆեկտներով ապահովված վառ ու գունավոր արենա։ Ունենք պրոֆեսիոնալ լույս, ունենք պրոֆեսիոնալ զվուկ, որը որ ընդհանուր շոուի ընթացքում ուղղորդում է բոլոր դերասանների հետ համատեղ։ Կրկեսը շատ հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, սկսած ծուխ, լույս, ինչ-որ տեխնիկաներ, սայլուտ։ 2023 թվականին Երևանում հիմնադրված Վարդանյան եղբայրների կրկեսն առաջին անգամ է շրջագայում Հայաստանում։ Եղբայրներն իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ ճանաչված են աշխարհում։ Մենք սկսել ենք կրկեսային գործունեությունով զբաղվել 3 տարեկանից Հայաստանում, բայց մեր ամբողջ հասուն տարիքը անցկացրել ենք արտասահմանում, աշխատել ենք բոլոր պրոֆեսիոնալ կրկեսներում, որը որ կարելի է պատկերացնել, թե տելեշոուներում, ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ հնարավորություն չենք ունեցել Հայաստանում ելույթ ունենալ, դրա պատճառով որոշել ենք մեր կրկեսը հիմնադրենք, որպեսզի Հայաստանում հնարավորություն ունենանք ելույթ ունենալու։ 3 տարում Վարդանյան եղբայրները Հայաստան վերադարձրին այն հայ արտիստներին, որոնք ստիպված կրկեսային աշխատանք էին գտել արտերկրում։ Այժմ կրկեսն ունի պրոֆեսիոնալ անձնակազմ, դերասանների 95%-ը հայ է։ Ձեր անուն ազգանունը։ Երբ Վարդանի եղբայրները եկան Հայաստան եւ բացեցին իրենց շապիտո կրկեսը, դա մեծ հնարավորություն էր մեզ հայ արտիստներին կրկին ներկայանալու շապիտո կրկեսում, քանի որ մենք չունեինք կրկես, դեռ մեր կրկեսը փակ էր։ Այսպես շատ հուզված, շատ տրամադրված, այսպես եկանք եւ սկսեցինք մեր գործունեությունը։ Ինձ հարազատ կրկեսա դարել, ինձ հարազատ որպես ընտանիք, մթնոլորտ, շատ հետաքրքիր միջավայր, որտեղ ես աշխատում եմ ամեն օր, քրտնաջան, սրտացավ, ամեն ձևի, իմ տան նման։ Կրկեսային շոու, օդային գլխապտույտ ակրոբատիկա, տպավորիչ համարներ, անսահման էմոցիաներ ու կախարդանք։ Ու սա ամենը չէ, որ ներկայացնում է Voyage շոուն։ Զվարճանքից բացի այստեղ միավորվում են ադրենալինը, վտանգավոր համարները, օդային մարմնամարզության բարդ հնարքները, որոնց ամեն վայրկյանին սպասում է շնչակտուր։ Այն մոմենտը, երբ որ աղջիկը արդեն կարա կվարեր, այդ շատ հավես էր եւ վախենալու էր։ Վարդանյան եղբայրների կրկեսում կենդանիներ չեն մասնակցում, բայց առանց դրանց էլ զվարճանքն ու հումորն անպակաս է։ Voyage շոուն ընտանիքով վայելելու համար է, յուրաքանչյուր համար հանդիսատեսին տեղափոխում է գունավոր միջավայր ու արկածային աշխարհ։ Միայն կենդանիներով չի կրկեսը, ուզում եմ շեշտել, որ աշխարհում ամենահայտնի կրկեսներից մեկը Cirque du Soleil-ն ընդհանրապես կենդանիներ չի օգտագործում ու ինքը համարվում է աշխարհի ամենահայտնի կրկեսներից մեկը։ Ես ուզում եմ, որ այդ մոդելը Հայաստանում է օգտագործվի եւ մարդիկ ժամանակի ընթացքում նստում կսովորեն եւ գնահատեն դա։ Մենք կենտանիներ չունենք, բայց շատ հագեցված կրկես ունենք, որը տարիքային սահմանափակում չի ճանաչում։ Կարելի է շուշուց այսպիսի բաներ կազմակերպել, որպեսզի փոքրիկներն ուրախանան։ Ես ուրախացա, որ մարդը ավտոն քաշեց ու չմեռավ։ Շատ լավն էին, այնպես բաներ էին մտածել, այնպես հազի բաներ չիտեմ ինչ շատ խնդալու էր դոնքսախ։ Հրաշալի էր, շատ լավն էր, մենք էլի ենք եղել զիրք, բայց այս նմանատիպ հայկական հայ, սենց չէ։
2 ժամ շարունակ գունեղ շոուն էքստրիմի ու ադրենալինի մեջ չափաբաժին ապահովեց։ Վարդանյան եղբայրների կրկեսը Գյումրիում դեռ 1 ամիս կշարունակի զարմացնել, անմոռանալի տպավորություններ ու էմոցիաներ պարգևել մեծերին ու փոքրերին։ Մարինե Տերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։